Սիրելի հեռուստադիտող, մենք վերադարձանք եւ բարի առավոտը շարունակում է իր ընթացքը։ Մեր այսօրվա եթերը լի է մշակույթով ու արվեստով, հենց այդպես էլ շարունակում ենք։ Հայ ազգի նշանավոր համաշխարհային տենոր Վարամ Թադևոսյանը, նույն ինքը Վաննո Թադեոն, նշում է համաշխարհային բեմական գործունեության 25-րդ ամյակը։ Աշխարհի տարբեր բեմերում ներկայացնելով հայ եւ համաշխարհային երգարվեստի դասական ու ժամանակակից գործերը Բարսելոնայից մինչեւ Միլան, Մոսկվա, այս պահին էլ Կանգառը Երևանում է։ Մայստրոն այս պահին մեր տաղավարում է, բարի առավոտ, ուրախ եմ, որ ձեր երևանյան օրերից մեկը սկսում եք հենց մեզ հետ։ Բարի առավոտ։ Ինչպես եք սկսել օրը։ Օրը սկսել եմ ժպիտով, լավ տրամադրված եւ այսպես ունեմ օրակարգ եւ այդ օրակարգի ընթացքում վստահ եմ, որ կանցնի ժպիտով եւ առաջի ժպիտը դուք եք, որ պարգևեցիք ինձ։ Ինչպես է հայրենիքը դիմավորել ձեզ այս անգամ։ Այս անգամ լիառատությամբ, հույսով եւ կարոտով, քանի որ հայրենիքը սպասում է, որ իր մշակույթը պետք է նորից ներկայացնեմ, ինչպես ներկայացնում եմ արտերկրում, այնպես էլ առաջի հերթին ինձ համար նաեւ պատիվ է եւ ուրախություն ներկայացնելու իմ հայ ժողովրդին, որպեսզի միշտ մշակույթով մնան վեհ, մնան ազգ։ Վերջին անգամ երբ էիք այստեղ մինչև այս։ Սեպտեմբեր-հոկտեմբեր։ Բավականին հաճախ են փաստորեն ձեր այցերը։ Այո, հաճախ են, առաջ այդքան չէ, հիմա շատացել են ավելի այցերը հայրենիք։ Այս անգամ հայրենիքում եք հյուրախաղերով։ Այո, հյուրախաղերով եւ շատ եմ ցանկանում ունենալ նշելով ուրեմն համաշխարհային գործունեությանը 25-ամյակի շրջանակներին վերաբերվող երկու հզորագույն համերգներ, արդեն ստեղծել եմ այդ պայմանագիրը, ուրեմն նոստալժի միություններ կան, պրոդյուսերական եւ մենեջմենտական եւ իրենց վստահելով սեպտեմբեր ամսին տեղի կունենան երկու ուրեմն շատ կարևոր համերգներ, լեփլեցուն կլինի ամեն ինչով, շատ սցենարը շատ գեղեցիկ ուրեմն ձևավորած, այո, եւ անհամբեր սպասում եմ սեպտեմբեր ամսին, բայց ուրեմն մինչ այդ ելույթներ եմ ունեցել ուրեմն Փարիզում, Վալանս քաղաքում, Լիոնում, այս տարվա արդյունքներն եմ ներկայացնում, այս տարի սեպտեմբեր ամսին, սեպտեմբերի 28-ին բացվեց Շարլ Ազնավուրի ուրեմն հուշարձանը առաջի անգամ օֆիցիալ Վալանս քաղաքում իմ երկերի ներքո։ Այո, ես այդ հոլովակը հասցրել եմ դիտել։ Դուք բազմաժանր ստեղծագործող եք եւ ձեր կատարողական արվեստը բավականին լայն ընդգրկում ունի։ Ինչպես եք կարողանում փոխանցել երաժշտության տարբեր ժանրերը, համադրել, զգալ։ Շատ բարի, այդ ժանրերի գույները, այդ ժանրերի, այսպես ասեմ, ժանրերի բնորոշ խարակտերը, դա միշտ ապրել եմ մեջ, անգամ փոքր հասակից ես տիրապետել եմ բազմաժանր երգարվեստին, նաև ինձ օգնել է շատ նկարչական կերպարվեստը, որտեղ նաև ունեցել եմ շատ հաջողություններ։ Պրոֆեսիոնալ նկարիչ եք։ Հայրս է այն շատ օգնել, Լևոն Թադևոսյանը, շատ անվանի նկարիչ, բնակվում է հիմա Բելգիայում։ Եվ ստեղծեցի մի հսկայական կտավ, որը կոչվում է Գյումրին երեկոյան։ Այդ ստեղծագործությունը համարվեց երկու անգամ ունեցավ հաջողություն նյութենական եւ տեղափոխեցին արտ երկրներ, եղավ Ամերիկայում, Նյու Յորքում, ցուցադրվեց Նյու Յորքում, հետո Փարիզում, Մոսկվայում եւ վերադարձավ հայրենիք։ Եվ վերջապես այդ նկարը, գեղանկարը գտավ իր տեղը։
մարզպետի հետ միասին Շիրակի շրջանի Գյումրի քաղաքում կոչվում է Ձիթողցոնց տուն, ուրեմն ազգային պատկերասրահում հիմա փակցված է արդեն 5 տարի կլինի, այո, եւ շատ ուրախ եմ, որ այդ գեղանկարը գտավ իր տեղը։ Շատ անգամ, երբ որ համերգներ եմ ունենում, ասենք թվով 6-րդ համերգը կլինի նաեւ Գյումրի քաղաքում, եւ ասենք 7-րդ համերգը իմ Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում եւ սիրով այդ գեղանկարը պետք է փոխանցեն ուրեմն համերգասրահներին, որպեսզի այցելուները դիտեն այդ նկարը, հա, եւ համերգը շարունակվի։ Շատ լավ, այս բան ձեր թույլտվությամբ ուզում եմ ձեր հրաշալի կատարումներից մեկը լսենք ու կընտրենք վերադառնանք տաղավար եւ շարունակենք մեր զրույցը։ Միասին Մշմշեցին մեր ավներով, օտար երկրներ մանկալով, Մշմշեցին մեր ավներով, օտար երկրներ մանկալով, մեր ավտուրքին պատկեր տարով, զարդին լավ մռնիմ կզի, մեր ավտուրքին պատկեր տարով, Sartir lao marim kazi Inchanitem shunaskiarin Esparere jochapoi Inchanitem shunaskiarin Esparere jochapoi Ilaçmase haraboyi Zartir lao marnim kazi Tutanguse çençemezi Zartir lao marnim kazi İnşantotem yertam tare Երթամ հասնիմ զին խեչկարներ, ճուր ետ մնամ հելու թրներ, երթամ հասնիմ զին խեչկարներ, սարգիմ զիմայ գուծարներ, զարդիլ լավ մարնիմ կզի, սարգիմ զիմայ գուծարներ, զարդիլ լավ մարնիմ կզի Շնորհակալ եմ այս կատարման համար, երկերքոցի թիմներ ձեզ նվագակցում։ Այո, Ճիշտ նկատեցի փաստորեն։ այո, շատ բազմիցս անգամ, երբ որ միշտ հրավիրված եմ եղել երկար տարիներ անգամ երկերքոց ուրեմն հաղորդաշարին երաժշտական, միշտ եղել եմ հրավիրված ուրեմն ժյուրիի կազմում եւ կատարել եմ շատ ստեղծագործություններ, պահպանելով այդ ստեղծագործությունների ստրուկտուրան, ճիշտ կատարողական, ուրեմն ինչպես գրված է եւ զարգացրել եմ եւ միշտ ինձ ուղեկցել է Արտուր Հակոբյանի գլխավորությամբ երկերքոց TV Band խումբը։ Եվ համերգների ժամանակ անկախ երկերքոցի պրոյեկտից։ Ահա, դուք հաճախ եք ելույթներ ունեցել համաշխարհային աստղերի հետ, նույն բեմում, Ալեգրովա, Սոֆիա Ռոտարո, Նիկոլաև, Մալինի, այս ինձ զգացողություն է, այդ ելույթը հասել եք ի վերջո այդ վաստակին, որ բեմը կիսում եք համաշխարհային արտիստների հետ։ Այո, հիմնականում ուրեմն իմ երգարվեստը եւ իմ ելույթները կիսել եմ միասնական, ուրեմն սովետական միության վառ արտիստների եւ երգիչների հետ միասին, ինձ այդ գործում հրավերքների եւ կատարողական վարպետության նշանակությունը տվել է Սերգեյ Ֆիլատովը, կուլտուրայի եւ գրողների միության նախագահան Կոբզոնը եւ Լևոն Հայրապետյանը, լուսահոգի։
տարբեր բեմերում եւ Մոսկվայի սիեզների համերգային դահլիճում եւ Դվարեց Ռեսպուբլիկի եւ Մինսկում եւ Դվարեց Ուկրաինայում, այսպես ասեմ, այսինքն սիեզների պալատում, որոնք ասենք տեղավորում են 13-ից 15000 հանդիսատես եւ ամեն անգամ նաեւ անգամ զուգ երկերի ժամանակ, անգամ հանդիպումների մենք շատ ջերմ մթնոլորտում ենք անցկացրել Նամանավան Սոֆիա Ռոտարուի հետ, որի հետ երկար ժամանակ մենք ընկերներ ենք եւ հիմա շարունակում ենք սկսած 2006 թվականից իրենց հետ եւ Ալեգրովայի հետ նաեւ մենք ելույթ ենք ունեցել Սիեզների դահլիճում Մոսկվայում եւ Լևոն Հայրապետյանի ծննդյան ամյակի ժամանակ մարտի 12-ին եւ Ջիվան Գասպարյանին նվիրված երեկոների Ալեգրովայի հետ միշտ հրավիրված ենք եղել, ուրեմն նշելու նվիրելով մեր երկարվեստը, ուրեմն Ջիվան Գասպարյանին։ Ձեր ստեղծագործական կարիերայի ընթացքում բազմաթիվ են եղել մասնակցությունները փառատոներին, մրցանակների նվաճումներ եք ունեցել։ Այս տարիների ընթացքում որպես արտիստ որն եք համարում ձեր ամենակարևոր եւ նշանակալի մրցանակը։ Այնքան նշանավորում եմ, մի քիչ դժվարանում եմ, փառք Աստծո, ունեմ տարվա արտիստը Ռուսաստան, ունեմ պրեստիժը, ուրեմն համաշխարհային տարվա լավագույն ուրեմն ձայնի տեսակ եւ կատարող, ունեմ Իսպանիայի ոսկե ձայն մրցանակը, Եվրոպայի լավագույն ձայներից, Լասկալայի վերջի 50 տարիների ընթացքի նաեւ պրեստիժ տենոր ձայնը եւ ուրեմն անցած տարի ստացա ՅՈՒՆԵՍԿՕ-ի կատարողական վարպետության ուրեմն բաժնից մշակույթային ուրեմն Արամ Խաչատրյան ոսկե մեդալը մի տեսակ ինձ ավելի է հուզում, ավելի է ոգևորում Արամ Խաչատրյան ոսկե մեդալը, ունեմ նաև մի շարք քաղաքների ուրեմն շքանշան, քաղաքների պատվավոր քաղաքացի Վալենսիա, Ջենոա եւ Գյումրի, եւ ինձ շատ ոգևորում է Գյումրի քաղաքի ոսկե մեդալը։ Շատ լավ, դուք հաճախ նաև բարեգործական համերգներով եք հանդես գալիս, հետաքրքիր է բացի բուն նպատակից, կա նաև ցանկություն, որ ձեր երաժշտական ճաշակը հասարակության բոլոր շերտերին հասու լինի այդ համերգների ընթացքում ժամանակ։ Այո, շատ խորաթափանց է ինձ մոտ այդ պրոյեկտը, այդ հարցը նաև շատ կարևոր է, որովհետև ելնելով շատ մարդկանց ճաշակ ասեմ, թե զարգացողության, թե գերզարգացողության, թե քիչ թերի կապ չունի, ստեղծում եմ այնպիսի ծրագրեր, որ գրեթե բոլորին հարազատ է, հոգի հարազատ է, որոնք կլանված ու կնդրում են։ Եվ դրանից հետո շատ ճանաչված ստեղծագործություններ կատարելուց հետո աշխատում եմ ելույթ ունենալ նոր ստեղծագործություններով, որպեսզի հանդիսատեսը ու կնդրի նորը, այո, եւ կարողանա կրթել իր հոգեբանությունը, իր գիտելիքները, քանի որ համարվում եմ ոչ միայն դա իմ ներկայացնելով է, այսինքն երգիչ, որը դաստիարակում է, հետո նոր զվարճացնում։ Ես այն երկիչը չեմ, որ սկզբից զվարճացնում եմ, ոչ, գոյություն ունի ուսուցողական ելույթ, ուսուցողական երգարվեստ, դրանից հետո արդեն զբաղեցնող, զվարճացնող։ Դուք նաև բազմաժանր այդպիսի մեծ ծրագրային ուրեմն բազա։ Դուք նաև Կոմիտասի երգարվեստի մեծ երկրպագուն եք, սիրահարը եւ հետնորդը, այս մասին եւս կուզեի մենք խոսեինք։ Շատ բարի, դեռ 10 տարեկան հասակում արդեն շատ եմ ուսումնասիրել ի շնորհիվ հայրիկից, որ եղել է իմ առաջի ուսուցիչը, եւ կերպարվեստում եւ երգեցողության ժանրի մեջ ուսումնասիրել եմ շատ կոմիտասյան երգարվեստը, իր դպրոցը, բախտի բերմամբ ունեցել եմ այն գույները, ինչ որ պատկանում է կոմիտասին, քանի որ շատերը երբ որ լսում են, շատ անգամ չեն տարբերում, ուղղակի, քանի որ հիմա մենք ունենք ժամանակակից տեխնոլոգիա հնչյունային, ուղղակի ավելի թարմ է ներկայացվում իմ կատարումը։
ուրեմն 2015 թվականին տեղի ունեցավ համաշխարհային, այսպես ասեմ, համահայկական ֆորում, շատ կարևոր ֆորում էր, շատ Բրատիսլավա քաղաքում, որտեղ նորից Լևոն Հարապետյանից ներկայացվեց այդ ֆորումում, Սերգեյ Խաչատրյանն էր մասնակցում իր ջութակով եւ մենք տվեցինք համերգներ եւ դրանից հետո ինձ համարեցին մեր ժամանակների ճիշտ լավագույն կոմիտասի հետնյորդ, այո, կատարող ճիշտ կատարող այդ դպրոցով եւ հետնյորդ։ Եվ նույնը տպվեց ամսագրերում նաեւ Ռուսաստանի, ինչպես ներկայացնում են Ելենա Եզերսկայան, գլխավոր խմբագիրը, այդ մուզիկալին ժուրնալ, այդպես է կոչվում, մշակույթային նախարարության, այսպես ասեմ, ուրեմն ամսագիրն է, շատ կարևոր է շատ, եւ այնտեղ նորից նշվում է այդ մասին։ Եվ ես հպարտ եմ, որ ներկայացնում եմ հայկականության գույները նաև կոմիտասյան ստեղծագործությունների միջոցով։ Եվ դուք շատ հաճախ եք նշում, որ ձեր հիմնական նպատակը հայկական երաժշտության տարածումն է համաշխարհային բեմերում։ Այո, ինձ հաջողվեց եւ պետք է ավելի շատ հաջողվի հայ երկարվեստը ներկայացնել միջազգային ասպարեզներում եւ դարձնել համամարտկային։ Այնքան բարձր աստիճան է, այնքան որակյալ, այնքան անկրկնելի խորությամբ, որ այդ ստեղծագործությունները դարձել են ժամանակին, բայց պետք է շարունակել այդ տրադիցիան, այսինքն հայ երկարվեստը եւ ուրեմն ասենք թեկուս սիմֆոնիան, թեկուս ժողովրդական երկարվեստը եւ երաժշտությունը դարձնել համամարտկային բարձունքներին։ Դուք մեծ արվեստասեր եք, արվեստագետ եք, ձեր գործունեության ուղղությունները, ճյուղերը բավականին լայն են, շերտերը խորն են, եւ դուք էլ ձեր խոսքում նշեցիք, որ համաշխարհային նկարիչ Լևոն Թադևոսյանի զավակն եք ու հայրիկից ժառանգել եք նկարելու մեծ տաղանդը։ Առաջին մասնագիտությամբ էլ հենց նկարիչ եք։ Ձեր կյանքում վրձինն ու նոտաները հաշտ են։ Անշուշտ հաշտեն, բայց ավելի շատ երգում էի, քան թե նկարում, եւ հայրս մեծ հույսեր էր փափագում, որպեսզի ես կարողանամ իրեն գերազանցել։ Հետո եկավ մի օր մեծահոգություն է։ Այո, մի քիչ ինքնազոհություն կասեի նաև, բայց ես իմ մեջ մտածում էի, ասում էի Աստված ջան, թող նկարիչը մեկը լինի տան մեջ, այսպես ասեմ։ Երբ որ լուսահոգի Լուսնե Զաքարյանը հաճախակի էր այցելում մեր տուն, հայրս երգեր էր գրում իր մասին, երբ որ սկսեցի շարականներ երգեր եւ կոմիտասի մշակված ստեղծագործությունները, Լուսնե Զաքարյանը ուղղակի, չգիտեմ, ապշեց, հուզվեց եւ ինձ առաջնորդեց եւ ընդունվեցի հաջորդ տարի, կարծեմ, կոնսերվատորիա ընդունվեցի եւ էքստերն ձևով ընդունվեցի, քանի որ արդեն շատ էի հասունացել երկարվեստում, մի խոսքով այդպես ստեղծվեց իմ կարիերան, բայց 95 թվականին դեռ կոնսերվատորիան չէի ավարտել, Կարեն Դեմիրճյանի եւ լուսահոգի Գարեգին Այի միջոցով ես հովանավորվեցի դեպի Բարսելոնա։ Երբ որ Ջուզեպե Վերդի ուրեմն մրցանակը շահեցի Բարսելոնայում, շատ մեծ դժվարությամբ դրանից հետո Բարսելոնայից սկսվեց իմ ուրեմն առաջի համաշխարհային կարիերայի սկիզբը։ Մինչև Միլանի Լա Սկալայի ակադեմիա, հետո նրանից հետո ուրեմն բազմաթիվ ելույթներ եւ Իսպանիայում, եւ Իտալիայում։ Վրձինը այս պահին ձեր բեղուն է, նկարում է։ Այո, հիմա այդքան ճիշտ ասած ժամանակը չի հերիքում, որտեվ համերգային ծրագրերս շատ են եւ այդքան թույլ չեն տալիս ես զբաղվեմ կերպարվեստով, բայց նաեւ Իսպանիայում գտնում էի ժամանակ զբաղվել նկարչությամբ, հիմնականում ծովանկարչությամբ, եւ շատ անգամ կանգնելով միջերկրական ծովի ափին նկարում էի Սևանը, այսպես ասեմ, շատ եմ ներկայացրել այդ հետաքրքիր սյուժեն, բազմաթիվ նկարներ, տեղափոխել եմ Հայաստան։ Ցուցադրություններ արտերկրում ունեցել եք, չէ՞, տարբեր պատկերասրահներում, այնպես էլ Հայաստանում, ինչպես դուք նշեցիք, Գյումրիում ձեր աշխատանքը մինչև օրս իր տեղն ունի, պլանավորում եք արդյոք ունենալ նկարչական ցուցադրություն։
նկարչական ցուցադրությունը իհարկե ես ցանկանում եմ նորից մի քանի ստեղծագործություններ հոգևոր կոմպոզիցիաներ ստեղծագործություններ նաև ստեղծագործություններ որոնք վերաբերվում են ասենք Գյումրիի ճարտարապետությանը այս ստեղծագործությունները եւ գումարած ծովանկարչությունը ներկայացնել իմ համերգների ընթացքում այո այդ սալոններում որպես ժողովուրդը եւ համերգի սկզբից եւ ընդմիջման ժամանակ կարողանան ուրեմն դիտել իմ կերպարվեստը Շնորհակալ եմ բովանդակ զրույցի համար մայստրո, ձեզ նոր բեմեր, ստեղծագործական բուրըն ընթացք թե նկարչական մասով, թե երգարվեստի, ուրախ ենք, որ մեզ եւ ժառանգությունը վերցնել շարունակում եք եւ փոխանցում եք մեր սերնդին, ձեր ունեցած ավանդը երաժշտական ասպարեզում բավականին լուրջ եւ արժեքավոր է։ Մեր տաղավարում հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Վահրամ Թադևոսյանի, նույն ինքը Վաննո Թադեոյի հետ, որն այս բան յուրախաղերով Հայաստանում է, այնպես որ հետևեք իր ստեղծագործական կարիերային այս փուլում Հայաստանում, որպեսզի բաց չթողնեք ելույթները գնալու, ունկնդրիչները մաքրելու, որակյալ երաժշտություն լսելու համար։ Մենք շուտով մեր բարի առավոտի եթերը կփակենք, բայց դուք միշտ ապեք հեռանալ էկրաններից, քանի որ Եվս մեկ կատարում եք լսելու մայստրոյից Հերցեգոյի երգը Ռիգոլետո օպերայից ձեզ լավ պրոդուկտիվ օրվա շարունակություն եմ մաղթում ուրախ եմ որ ձեր օրը սկսեցիք եւ շարունակեցիք մեզ հետ ձեզ հետ էր Արմինե Թովմասյանը La donna immobile, qual piuma al vento, muta d'accendo e di pensiero, sempre una mobile, leggiadro viso, impianto riso e menzognero. La donna immobile, qual piuma al vento, muta d'accendo, di pensier e di pensier e di pensier è sempre misero chi a lei s'affida, chi le confida, mal cauto il cuore, pur mai non sentesi, fericcia pieno, chi su quel seno non liva amore. La donna immobile, qual piuma il vento, muta d'accento, e di pensier pensier